Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն, ես այսօր, ինչպես մի քանի շաբաթ առաջ էլի անդրադառնալու եմ Infocom լրատվական կայքին եւ իրենց կատարած հերթական սենսացիոն բացահայտմանը, ժողովուրդ ջան, սենսացիոն բացահայտում է տեղի ունեցել, պարզվել է, որ ազգային ժողովում ընդունված օրենսդրական նախաձեռնությունների 87%-ը Հայաստանում գալիս է կառավարությունից։ Այս բացահայտման ֆանտաստիկան այն չի, որ 87%-ը գալիս է կառավարությունից, որտեղ ամբողջ աշխարհում եւ բոլոր խորհրդարանական ժողովրդավարություններում մոտավորապես 85-ից 90%-ը նախաձեռնությունների գալիս է կառավարությունից։ Սենսացիան այն է, որ այդ մասին որևէ լրատվական գրել է, որտեղ դա համընդհանուր, դա պարզ բան է, ասենք ոնց որ գրեին բացահայտվեց, որ երկրագունդը կլոր է։ Բայց ու այդ նյութի մեջ բնականաբար անդրադարձ կար ինձ, եւ որ ես չեմ բերել ոչ մի օրենսդրական նախաձեռնություն, եւ այդ ֆոնի վրա ես համարձակվել էի, ուրեմն կասկածի տակ դնել իրենց անցած հրապարակման պրոֆեսիոնալիզմը եւ այլն, ես հիշեցնեմ իրենց անցած հրապարակման նյութը ինչի մասին էր։ Նյութը այն մասին էր, որ 202 ընկերություն կառավարությունից ստացել է մաքսային արտոնություն, եւ այդ 202-ից 11-ը ԿՊԻ-ին կամ Իմ Քայլի հիմնադրամ, то есть ԿՊԻ-ին եւ Իմ Քայլի հիմնադրամին կատարել էին 110 միլիոն դրամի նվիրատվություն եւ իրենք դրա մեջ տեսել էին կոռուպցիա։ Ես եւս մեկ անգամ Infocom-ի մեծ սիրելի գործընկերների մոտ բացատրեմ էլի իրանց սխալը որն է։ Ուրեմն հարգելի Infocom, չի կարելի որևէ խմբի 5%-ի պահվածքը կապել այդ խմբի ընդհանուր մի որևէ հատկանիշի հետ, հասկանում եք։ Նման վերլուծություն հնարավոր չի անել։ Օրինակ դուք չեք կարող ասել, այ տեսեք, մենք վերլուծեցինք, մենք հաշվեցինք, տեսանք, որ ազգային ժողովի 107 պատգամավորների 5%-ը առավոտյան գնում է մարզասրահ, եւ հետեւություն, ստեղից հետեւում է, որ պատգամավոր դառնալը նպաստում է նրան, որ առավոտյան մարդիկ գնան մարզասրահ։ Ո՞նց է հետեւում։ Իսկ նայել եք ընդհանրապես մարդկանց քանի տոկոսն է գնում մարզասրահ։ Կարող է պարզվի էլի 5%-ն է գնում մարզասրահ, բժիշկների, ուսուցիչների, լրագրողների։ Սա ինչ վերլուծություն է։ Հիմա էլ եմ ասում, ասեք ինչ եք վատնում ձեր դրամաշնորհատուների գումարները։ Հիմա ես մյուս հանճարեղ վերլուծության մեջ, ասում եմ բերել են ոչ մի նախաձեռնություն, օրենսդրական նախաձեռնություն չեն բերել։ Հիմա բացատրում եմ ձեզ։ Կներեք, եթե մի քիչ կարող է մեծամիտ հնչի, բայց դուք ուղղակի այլտեղ չեք թողնում մարդուն։ Օրինաստեղծ գործունեությունը բաղկացած չի միայն օրենքի նախագիծ բերելով։ Օրենքի նախագիծը գրվելու պահից հետո տասնյակ անգամներ քննարկվում է աշխատանքային քննարկումներում։ Դրանք հրապարակային չեն։ Եթե կառավարությունն է բերում, կառավարությունում է քննարկվում։ Հետո գալիս է այստեղ այդ հանձնաժողովի աշխատանքային, գլխադասայինի աշխատանքային քննարկումում է քննարկվում։ 1000 անգամ դա դնում, վերցվում, քննարկվում, հետո ֆրակցիայում է քննարկվում։ Այդ օրենքի վերջնական բովանդակության վրա ազդում են պատգամավորների բանավոր եւ գրավոր առաջարկները։ Ընդունվելու եւ չընդունվելու վրա ազդում է յուրաքանչյուր պատգամավորի արտահայտած կարծիք ֆրակցիայի նիստում եւ վերջ այս բոլոր этаպները անցնելուց հետո է որ վերջում օրենսդրական ձեր ասած նախաձեռնությունը վերջում դառնում է օրենք։ Բայց ինչի՞ մի հարցում չեք արել, ես քանի օրենսդրական նախաձեռնության քննարկման եմ մասնակցել, քանի առաջարկ եմ ներկայացրել, քանիսն է ընդունվել, քանիսը չի ընդունվել, գիտեք ինչի չեք կարող անեք, որովհետև դուք չեք կարող որակական վերլուծություն անել։ Գիտեք որ նա որակական վերլուծությունը չշփոթեք սա որակյալ վերլուծության հետ, որակի անորակի հետ կապ չունի։ Սա երևույթի պատճառները եւ դրդապատճառները ուսումնասիրող վերլուծությունն է եւ ոչ թե ուղղակի թվերը իրար հետ համեմատող, ինչպես որ դուք եք արել։ Եթե չեք կարողանում անել որակական վերլուծություն, արեք քանակական վերլուծություն, բայց քանակական վերլուծության ենթակա նյութի հետ։ Ոչ թե որակական վերլուծության նյութի հետ արեք քանակական վերլուծություն եւ արեք որակական հետեւություն։ Եվ կրկնում եմ, մի մսխեք ձեր դրամաշնորհատուների գումարները Եվրամիության, ԱՄՆ եւ որոշ չափով էլ Հայաստանի հարկատուների փողերը։